Սիրելի ուսանողներ, փորձենք հասկանալ նեյրոնի հանգստի պոտենցիալը։ Դրա համար մի քանի փաստ հիշենք։ Բոլոր բջիջների թաղանթները, անկախ նրանից, որ հյուսվածքի բջիջ է դա կամ որ օրգանում է գտնվում, անպայման ներսից լիցքավորված են բացասական լիցքերով, դրսից լիցքավորված են դրական լիցքերով։ Այս վիճակը կոչվում է թաղանթային պոտենցիալ։ Ցիտոպլազման էլեկտրաչեզոք է, հյուսվածքային հեղուկը էլեկտրաչեզոք է, էլեկտրականություն, լիցքեր կուտակված կան միայն թաղանթի հենց ներսի մակերեսին եւ դրսի մակերեսին։ Ուրեմն սա թաղանթային պոտենցիալն է, ներսից բացասական, դրսից դրական։ Բոլոր բջիջներին է բնորոշ։ Սակայն դրդունակ հյուսվածքի բջիջները, նեյրոններ, մկանաթելեր եւ գլանդուլոցիտներ, եղձային էպիթելի բջիջներ, նրանք կարող են փոխել այս լիցքը։ Այսինքն նրանք լիցքի հետ են աշխատում։ Դրա համար նրանց դեպքում թաղանթային պոտենցիալը կոչվում է հանգստի պոտենցիալ, որովհետև ունեն այս պոտենցիալը, երբ որ չեն աշխատում, հանգստանում են։ Ուրեմն նեյրոնի հանգստի պոտենցիալի վրա ավելի կենտրոնանանք, այն հավասար է -70։ Դա նշանակում է, որ վոլտմետրով միկրոէլեկտրոդ ենք մտցրել թաղանթը ծակելով բջջի ներս եւ այդ վոլտմետրը ցույց է տալիս ներսի եւ դրսի պոտենցիալների տարբերությունը, լարվածությունը, որը եւ հենց կոչվում է հանգստի պոտենցիալ, որը եւ -70 է։ Մաթեմատիկական գործողություն, որպեսզի պատկերացնենք, դա ներսում կա այդ տարածքում -35, դրանից հանում ենք դրսի +35-ը եւ ստանում ենք -70։ Մաթեմատիկորեն սա է այս -70։ Հիմա ինչի արդյունքում է առաջանում։ Նախ, կարևորը, որ իոնները անհամաչափ են բաշխված։ Բջջի ցիտոպլազմայում միշտ կալիումն է շատ, հյուսվածքային հեղուկում նատրիումն է շատ։ Այս բալանսը երբեք չի խախտվում ոչ մի հյուսվածքում։ Ուրեմն ցանկացած բջջի ցիտոպլազման մոտ 40 անգամ ավելի շատ կալիում ունի, քան հյուսվածքային հեղուկը, իսկ հյուսվածքային հեղուկը 12-15 անգամ ավելի շատ նատրիում ունի, քան ցիտոպլազմը։ Սա ստեղծում է հրող ուժ։ Կալիումը հրվում է դեպի դուրս, եւ այս ուժը կոչվում է կոնցենտրացիոն գրադիենտ, նատրիումը հրվում է դրսից դեպի ներս, սա եւս կոչվում է կոնցենտրացիոն գրադիենտ։ Ուրեմն կալիումի կոնցենտրացիոն գրադիենտը փորձում է կալիումին դուրս բերել բջջից, նատրիումի կոնցենտրացիոն գրադիենտը փորձում է նատրիումին ներս բերել։ Հիշենք նաև, որ օրգանական անիոնները անհամեմատ շատ են ցիտոպլազմայում, գրեթե բացակայում են հյուսվածքային հեղուկում, դրանք ասպարտատ, գլյուտամատ, տարբեր փոքր ցածրամոլեկուլային նաև պեպտիդների անիոններ են, որոնք կան ցիտոպլազմայում, շատ քիչ են հյուսվածքային հեղուկում, եւ նրանց կոնցենտրացիոն գրադիենտն էլ է ուղղված դուրս, որտեղ այստեղ շատ են, այնտեղ քիչ, միշտ կոնցենտրացիոն գրադիենտը ուղղված է շատից դեպի քիչ։ Ուզում է հավասարվել ամեն ինչ։ Դրա համար ստեղծվում է այդ ուժը, կոնցենտրացիոն գրադիենտ։ Եվ հիշենք նաև այստեղ մեզ համար կարևոր է քլորը։ Քլոր անիոնները շատ են դրսում, քիչ են ցիտոպլազմայում։ Ինչն է ապահովում այս կոնցենտրացիոն տարբերությունները, թաղանթի կիսաթափանցելիությունը, այն թափանցելի չէ բոլոր իոնների համար, եւ պոմպերի գիշեր-ցերեկ աշխատանք։ Ուրեմն այս դեպքում հիշենք նատրիումի եւ կալիումի կոնցենտրացիոն գրադիենտ ստեղծող հիմնարար ուժը նատրիում-կալիումական պոմպն է, որը բարդ սպիտակուց է եւ էներգիայի ծախսով, այև ծախսելով անընդհատ աշխատում է, կալիումներին բերում է դեպի ներս, ցիտոպլազմա, 2 կալիում միանգամից բերում է, եւ 3 նատրիում տանում է դեպի դուրս։ Ուրեմն սա 3 նատրիում դուրս է տանում, 2 կալիում ներս է բերում։ Սա ֆիքսենք, ուրեմն կոնցենտրացիոն գրադիենտները նատրիումի եւ կալիումի ստեղծվում են պոմպերով, որոնք աշխատում են հակառակ կոնցենտրացիոն գրադիենտի, այսինքն քչից բերում են դեպի շատ։ Դրանով ապահովելով, որ շատը շատանա եւ շատ մնա։ Բացի պոմպերից ունենք նաև անցուղիներ։ Հիշենք, որ ունենք տարբեր տեսակի անցուղիներ։ Անցուղին կախված նրանից, թե ինչ իոն է նրանով անցնելու, երբ որ նա բացվի, այսինքն phase control-ից կախված, ինչը թույլ տալու, որ մտնի իր մեջ եւ անցնի հակառակ կողմ,
կարող ենք նրան անվանել նատրիումական անցուղի, կալիումական, քլորային, կալցիումական եւ այլն։ Եվ կարող ենք անվանել կախված այն ուժից, որը նրան բացելու է։ Ինչ ուժով է բացվելու։ Կան անցուղիներ, որոնք լիցքով են բացվում։ Սրանք կոչվում են պոտենցիալ կախյալ անցուղիներ։ Նրանք աշխատում են մի շատ պարզ սկզբունքով։ Այս լիցքն է, բաց է, ուրիշ լիցքը փակ է։ Այստեղ մենք շատ կարևորելու ենք նատրիումական պոտենցիալ կախյալ անցուղիները, որոնք սիրում են -50 լիցքը, -50 աթաղանթի շուրջ, այս անցուղին բաց է, ուրիշ թիվը փակ է։ Եվ կալիումական պոտենցիալ կախյալ անցուղիներ, նրանք սիրում են բացվել +30, +20 լիցքի պայմաններում, այդ պլյուսը ներսում արդեն, հա? Եվ սրանք էլ կալիումական պոտենցիալ կախյալ անցուղիներ։ Սակայն այսօր մենք այդ անցուղիներին դեռ չենք անդրադառնա։ Դրանց կանդրադառնանք գործողության պոտենցիալին քննարկելու ժամանակ։ Այսօր մենք կանդրադառնանք այն անցուղիներին, որոնք գրեթե միշտ բաց են, այսինքն եթե նրանց դրսից որևէ գործոն չազդի, որ փակի, նրանք բաց են։ Եվ այսպիսի անցուղիներ նեյրոնի համար շատ են թաղանթում կալիումականները, այսինքն կան անցուղիներ, որոնք մշտապես բաց են եւ կալիումը նրանցով կարող է անցնել։ Հիշում ենք, կալիումը հրվում է դեպի դուրս կալիումական կոնցենտրացիոն գրադիենտի կողմից։ Հետևաբար կալիումը այս անցուղիներով դուրս կգա։ 1, 2, 3, հա? Սակայն ինչ հարց կարող է առաջանալ տրամաբանական։ Էբա եթե անընդհատ կալիումը կարող է դուրս գալ, բա ի՞նչն է դեմը առնում, ինչի այնքան դուրս չի գալիս, որ խտությունները իրար հավասարվեն։ Այս հարցի պատասխանը լիցքերի հետ է կապված։ Ուրեմն հիշում ենք, բացի այն, որ կալիումին դուրս հրող ուժ կար նաև օրգանական անիոններին դուրս հրող ուժ։ Եվ նրանք պլյուս մինուս են, իրար ձգում են։ Եվ այս ձգողական ուժով ամեն մի կալիումի կատիոն օրգանական անիոնների զուգահեռ հրվում է դեպի դուրս։ Հենց մոտենում են թաղանթին, կալիումները ունեն դուրս գալու հնարավորություն, դուրս են գալիս, օրգանական անիոնները չունեն այդ հնարավորությունը, մնում են ներսի թաղանթին պատին կպած։ Ուրեմն կալիումը դուրս եկավ թաղանթից եւ ֆիքսվեց թաղանթի վրա արտաքին մակերեսից, որովհետեւ այդ ձգողության ուժը թաղանթի միջով է ազդում։ Հա, սա է գաղտնիքը, որ կալիումը դուրս եկավ, բայց չհեռացավ թաղանթի արտաքին մակերեսից, ծեփվեց, կպավ, մնաց թաղանթի արտաքին մակերեսին։ Նույն ձևով ծեփված ներքին մակերեսին մնաց օրգանական անիոնը։ Այսպիսով հանգստի պոտենցիալը առաջանում է, երբ օրգանական անիոնները քիփ կպած են թաղանթի ներսի մակերեսին, կալիումական կատիոնները դրսի մակերեսին։ Ունեցանք մինուս, պլյուս եւ թաղանթի վրա ունենք լարվածություն, որի անունը դրեցինք հանգստի պոտենցիալ եւ նեյրոնի համար այն -70 է։ Հիմա տեսեք, հիմնական ուժը, որը ստեղծեց այս, ելքը կալիումի, կոնցենտրացիոն գրադիենտն էր, բայց ինչու այն կանգնեց, ինչու ինչ-որ մի պահ եկա, որ այլևս կալիում սկսեց դուրս չգնալ, որովհետև ֆիքսացինք այդ թիվը -70, որովհետև ինչ-որ մի պահից սկսած, երբ կալիումների մեծ քանակ դրսում արդեն կուտակված է, առաջանում է վանողական ուժեր, հերթական փոքրիկ կալիումը մի հատ +1-ը գալիս է, որ անցնի իր անցուղիով, որը իրեն սիրում է, թույլ է տալիս, որ անցնի, հրող ուժն էլ կա, կոնցենտրացիոն գրադիենտը, բայց ինչ-որ պահից սկսած դրսում կուտակված կալիումները դրական այնքան մեծ վանող ուժ են արդեն, որ հաղթում են դուրս հրող կոնցենտրացիոն գրադիենտին եւ հերթական կալիումին ներս են հրում։ Այսինքն, կարծես մեր աչքի առաջ առաջացավ մի նոր ուժ, դրա անունը դնում ենք էլեկտրոստատիկ գրադիենտ։ Ուրեմն հենց այն պահին, երբ կոնցենտրացիոն գրադիենտը, որը կալիումին դուրս էր հրում, հավասարվում է կալիումի էլեկտրոստատիկ գրադիենտի, որը կալիումին ներս է հրում, այս երկու ուժերը միասին հավասարակշռվում են եւ ստեղծում են մի վիճակ, որը կոչվում է կալիումական հավասարակշռային պոտենցիալ։ Սա հանգստի պոտենցիալի առյուծի բաժինն է ստեղծում, բայց այն հավասար է -90։ Ինչու է կալիումական հավասարակշռային պոտենցիալը -90, այն կարելի է ստանալ միայն
էքսպերիմենտալ in vitro պայմաններում, երբ արհեստական ստեղծենք այդ կոնցենտրացիոն գրադիենտները, այդ ուժերը եւ բնական թաղանթի վրա մենք կստանանք միշտ -90, եթե միայն կալիում ապահովենք եւ օրգանական անիոններ։ Բայց չէ՞ որ բջջում եւ հյուսվածքային հեղուկում կան այլ կատիոններ եւս։ Եվ դրանց մեջ ծանրակշիռ դերը նատրիումի եւ կալցիումինն է, որոնք դրսում շատ են եւ մի փոքր ոնց էլ լինի, թափանցում են ներս եւ քչացնում են ներսի բացական լիցքերը։ Մի քանի օրգանական անիոնի վերցնում հետները տանում են նատրիումը մտնում է ասպարտատի թևը, տանում է չեզոքացնում, ահա, մինուսը ներսում մի քիչ քչացավ, պլյուսը դրսում ազատ է, արդեն ձգողական ուժ չկա, նա կարող է շարժվել։ Ինչ որ մի քլոր էլ կգա կալիումին կվերցնի եւ կտանի։ Ահա այս նատրիումի, կալցիումի, քլորի առկայությունը միջավայրում վերում են նրան, որ կալիումական հավասարակշռային պոտենցիալը -90 է, իսկ հանգստի պոտենցիալը արդեն -70 նեյրոնների համար։ Սա կարծում եմ նույնպես հասկացանք։ Ուրեմն հիմնական հանգստի պոտենցիալ ստեղծող ուժը կալիումական կոնցենտրացիոն գրադիենտն է, որը ապահովում է նատրիում-կալիումական պոմպերի աշխատանքով։ Այն այդուամենայնիվ կալիումին դուրս է մղում, որովհետև կան չկառավարվող մշտապես բաց կալիումական անցուղիներ, սակայն անընդհատ ու անվերջ չի դուրս մղում, որովհետև դուրս մղման արդյունքում ստեղծում է նոր ուժ կալիումական էլեկտրոստատիկ գրադիենտ, որը կալիումին հետ է ուղարկում։ Հենց այս ուժերը հավասարակշռվեցին, առաջացավ կալիումական հավասարակշռային պոտենցիալ -90 մV, սակայն այն մի փոքր փոքրանում է, տեսեք, այստեղ եւս նյուանս, մաթեմատիկորեն -70-ը ավելի մեծ է, քան -90-ը, բայց լիցք որպես իհարկե -90-ը ավելի մեծ է։ Եվ լիցքը այս դեպքում հա լարվածությունը ավելի փոքրանում է, քչանում է, դրա համար ասում ենք, որ -70 հանգստի պոտենցիալը ավելի փոքր է, քան կալիումական հավասարակշռային պոտենցիալը, որը -90 է։ Ինչու փոքրացավ, որովհետև որոշ քանակությամբ նատրիում եւ կալցիում ներս մտան, հա, որքան էլ թաղանթը գրեթե անթափանցելի է հանգիստ վիճակում այս կատիոնների նկատմամբ ամեն դեպքում բացարձակ անթափանցել չէ, եւ որոշ քանակությամբ կալցիումի նատրիումի ներմուտքը մինուսներին վերցրեց տարավ ներս եւ -90-ը դարձավ -70։ Սա է հիմնական հանգստի պոտենցիալի կոնցեպտը։ Կարծում եմ հասկացաք։